Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, դիտարկվել են աշխատանքի եւ զբաղվածության, ինչպես նաեւ սոցիալական աջակցության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Բրազիլիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ընդգծելով առկա ներուժի կարևորությունը ոլորտային համագործակցության ընդլայնման եւ զարգացման գործում։ Նախարարը ներկայացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող հիմնական բարեփոխումներն ու ծրագրերը, մասնավորապես անդրադառնալով անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ կանանց տնտեսական հզորացմանն ուղղված նախաձեռնություններին։ Դեկտեմբերին Հայաստանում արտահանման եւ ներմուծման բարձր աճը շարունակվել է, նշանավորելով դրական աճի սոսկ երկրորդ ամիսը 2025 թվականին։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացումները հերթական զեկույցում։ Համաձայն դրա 2025-ի դեկտեմբերին նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճեց 34.3%-ով, նոյեմբերին 17.6%-ով բարձրանալուց հետո, իսկ ներմուծումն աճեց 30.4%-ով, հաջորդելով նոյեմբերին 14.9%-ով ցուցանիշի բարձրացմանը։ Սա պայմանավորված էր թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի եւ մետաղների արտահանման եւ ներմուծման ծավալների ընդլայնմամբ, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ։ Թեև այս ապրանքների արտահանումը 2025 թվականի դեկտեմբերին 50.2%-ով զիջում էր վերարտահանման կտրուկ բարձրացման ալիքի ընթացքում արձանագրված 2023 թվականի դեկտեմբերի ցուցանիշին։ Նշանակալի աճ է գրանցվել արտահանվող այնպիսի ապրանքատեսակների մասով, ինչպիսիք են պատրաստի սննդամթերքը, աճը 70.8% եւ հանքանյութերը, աճը 62%։ Ընդհանուր արտահանման մեջ այս երկու ապրանքատեսակների մասնաբաժինը 2024 թվականի 21%-ից 2025 թվականին հասցնելով 26%-ի։ 2025-ի դեկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կտրուկ բարձրացավ, կազմելով 14.4% նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նոյեմբերին 2024-ի նույն ամսվա համեմատ աճը կազմել էր 11.5%։ Համաձայն դրա աճը շարունակել են պայմանավորել արդյունաբերությունը եւ շինարարությունը։ Արդյունաբերության ծավալներն ընդլայնվեցին 38.6%-ով, 43.3%-ով մշակող արդյունաբերության, մեծ մասամբ հիմնական մետաղների արտադրության եւ հանքարդյունաբերության ճյուղում, 34.9%-ով աճի տեմպի շարունակական արագացման հաշվին։ Դեկտեմբերին 13%-ով աճեց նաև էլեկտրաէներգիայի եւ էներգիայի արտադրությունը, երկու ամիս անընդմեջ անփոփոխ աճից հետո։ Շինարարության բարձր աճը շարունակվեց, հասնելով 20.5%-ի։ Ծառայությունների աճը թուլացավ, նախորդ ամսվա 11.2%-ի համեմատ կազմելով 8.2%։ Մեծածախ եւ մանրածախ առևտրի աճը կրկնապատկվեց, կազմելով 3.2%, նոյեմբերի 1.5%-ի համեմատ։ 2025 թվականին աճը հասավ 9.2%-ի, ավելի բարձր, քան 2024 թվականին եւ զգալիորեն գերազանցելով սկզբնական սպասումները։ 2025 թվականին գրանցված բիզնեսների թիվը ավելացավ 6.3%-ով, հիմնականում անհատ ձեռներեցների թվի աճի հաշվին։